Ինչ խաղաղություն են պատկերացնում Հայաստանի համար Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Փաշինյանական խաղաղության մեջ Հայաստանը պետք է սահմանադրությունից հեռացնի հեղումը անկախության հռչակագրին։ Փաշինյանական Հայաստանը պետք է պայքարի անջատողականության եւ ազգայնականության դեմ, ինչը ըստ էության նշանակում է, որ կարելի է խաչ դնել այն խոսքի ազատության վրա, որը դուր չի գալու Ադրբեջանին։ Փաշինյանական Հայաստանում պետք է հետապնդվի հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որը կրողն է մեր բազմադարյան արժեքների։ Նոր խաղաղեցված Հայաստանում մեր երկիրը պետք է ընդունի 300,000 ադրբեջանցիների մշտական բնակեցման համար։ Սա է խաղաղությունը։ Նիկոլ Փաշինյանն այսօր պնդում է, որ Հայաստանին բերել է խաղաղություն, բայց մենք չենք կարող հավատալ մի մարդու, որը մեզ միշտ խոստացել է խաղաղություն, բայց միշտ բերել է պատերազմ, պարտություն եւ ավեր։ Ես մեղադրում եմ Նիկոլ Փաշինյանին, որ նա 2018 թվականի իր նախընտրական ծրագրում խոստանում էր ամրապնդել զինադադարը եւ շարունակել բանակցությունները, բայց 2019 թվականին մերժեց ՀԱԿ Մինսկի խմբի կողմից իրեն ներկայացված հարցի կարգավորման բարենպաստ լուծումը եւ մեր երկիրը տարավ դեպի անհավասար պատերազմ, որում մենք չպարտվելու որևէ շանս չունեինք։ Ես մեղադրում եմ Նիկոլ Փաշինյանին, որ նա 2021 թվականի իր նախընտրական ծրագրում խոստանում էր իրագործել իր իսկ կողմից ստորագրված պլանը, խոստանում էր, որ մենք մուտք ենք գործում խաղաղության դարաշրջան, խոստանում էր, որ կապահովի Արցախի դեօկուպացիա եւ անջատումը Ադրբեջանից, բայց իր իսկ որոշումով ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, ինչի հետևանքով տեղի ունեցավ հայկական պատմական բնօրրանի ոչնչացումը։ Ես մեղադրում եմ Նիկոլ Փաշինյանին, որ այս ընտրություններում նա երրորդ անգամ խոստանում է մեզ խաղաղություն, կատարելով նույն խաբեությունը, ինչը նախորդ երկու ընտրություններում։ Եվ ես մեղադրում եմ Փաշինյանին, որ նա սովորական քաղաքական խաբեբայ է, որը փորձում է նույն սուտը արդեն երրորդ անգամ ծախել մեր ժողովրդի վրա, ներկայանալով որպես խաղաղության կուսակցություն։ Մինչդեռ նա մեզ միշտ առաջնորդել է դեպի պատերազմ, պարտություն եւ նվաստացում։ Հայ ժողովրդին երբևէ չի խաբել միայն Հայ ազգային կոնգրեսը, որը եղել է հաղթանակի եւ խաղաղության կուսակցությունը ի սկզբանե եւ որը գիտի խելամիտ ուղին դեպի ինքնիշխան խաղաղություն։